Սիրուն կանգնել եք, սիրուն հացել։ Պարոն նախագահ, լավ, անդրադառնանք դատական կատարվածին, կհավատեք մեր, որ այսպես խրոխտ մեկ-մեկ էլ հոդերը սխալ ասելով ձեզ մեղադրանքներ կուղեն, նախ որպես քաղաքացի, հետո որպես երկրի ղեկավար։ Ինչ է նշանակում, տեսնում եմ չհավատամ, իհարկե հավատում եմ։ Բայց այս աստիճան, այս որակումներով… Ավելի վատ ինչ սպասեք, ոչ թե միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ, այդպես ալնելու, երբ որ դատախազը իրեն համարում է իշխանության մաս, ինչ եք սպասում, շատ ավելի վատ ալնելու։ Այս դատախազել է նաև ուրիշներ, երկար տարիներ, որ աշխատել են քննչական մարմիններում դատախազությունում, նաև ձեր ժամանակ են աշխատել, ինչպիսի որակ է եղել ձեր ժամանակ դատախազությունում, որովհետև կա նաև այն ժամանակ ես հիշում եմ, որ նաև ձեզ էին մեղադրում դատավորներին թեկուզ պատվերներ տալու մեջ, քաղաքական բանտարկյալներ ասում էին կա երկրում։ Կարծում եմ դուք ինչ-որ հավասարության նշան եք դնում, փորձում դնել, բայց դա ձեզ չի հաջողում, որովհետև դուք չեք կարող մի օրինակ բերել, որ ինձ ասեին պատվեր տալու մեջ։ Չկա այդպիսի բան, չկար։ Պարոն նախագահ, հունվարի 28-ին ուղղված ձեր ուղերձում հանրությանը եւ հայոց բանակի օրվա առթիվ նշել եք, որ մեր գոյության գրավականը հայոց բանակն է, այսօր այդ գոյության գրավականը փոխում են, բանաձևը փոխում են, ասում են արտաքին միջազգային երաշխավորները պիտի դառնան։ Հիմա այդ երաշխավորը կարող է դառնալ օրինակ թրիփը, ինչին ուզում են հավատացնել մեզ։ Գիտեք, ինձ համար դժվար է միանշանակ պատասխան տալ, որովհետև չգիտեմ, թե տրիպը ինչ է մինչև վերջ։ Ինչ է ձեզ, դուք ինչ եք հասկացել մինչ այս պահը։ Ես հլա ոչ մի բան չեմ հասկացել։ Հասկացել եմ, որ ադրբեջանցիները դրան անվանում են Միջանցք, թուրքերը դրան անվանում են Միջանցք, Հայաստանի հանրության մի մասը անվանում են Միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, չգիտեմ, կամ երաշխավոր, կամ խաչմերուկ, կամ ինչ-որ բաներ հնարած, բայց ինչպես հայտնի է, իրանց ասածները մի շաբաթ հետո փոխվեն, մի ամիս հետո փոխվեն, երկու ամիս հետո բոլորովին հակառակը կլինի։ Շատ պարզ է, այսինքն իրանց ասածով չեն կարող։ Բայց ռիսկեր տեսնում եք դուք օրինակ այս թրիփի, ինչպես տեսնում են շատ օրինակ մասնագետներ։ Երբ որ հաստատող տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այն ժամանակ ես կասեմ, ռիսկեր տեսնում եմ, թե չեմ տեսնում։ Լավ, արդեն շատ ծանրացան։ Պարոն նախագահ, երկրորդ Բավարար է այդ փաստաթուղթը ասել, որ խաղաղություն կլինի կամ արդեն բերել են խաղաղություն։ Հայկական բանակը չթողեցին, որ խաղաղության երաշխավոր ունի, այդ փաստաթուղթը ինչ խաղաղության երաշխավոր կարող է լինել։ Ես հետևյալն եմ ասում, տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք երբեք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիք կարող է լինել միայն ու միայն այն կառույցները, ովքեր դրա վրա ազդելու ունակություն ունեն մեծ։